Միայն դու կարող ես մեր մեղքերը ներել և ցավերն ու հիվանդությունները վանել մեզանից, որովհետև քեզ ծանոթ են մեր կարիքները։ Ով բարիքների պարգևիչ, յուրաքանչյուրի կարիքների համաձայն, քո առատ ողորմությունը պարգևիր արարածներից, որոնք միշտ փառավորում և օրհնաբանում են քեզ ամենասուրբ երրորդություն։ Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահիր, պահպանիր և օրհնիր ազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյան, պահիր, պահպանիր և օրհնիր նաև քո հավատավոր և ուխտավոր զավակների, հիշիր Տեր Աստված մեր, հայոց աշխարհը, հայոց բանակը, այլև Հայաստան և Արցախ աշխարհներս, պահիր, պահպանիր և օրհնիր նաև մեր անհետ կորածներին, ողջ և առողջ հետ վերադարձրու իրենց մեզ, իրենց հայրերի տները, հիշիր Տեր մեր բոլոր նահատակներին նաև, իրենց հոգիներին հանգստություն և խաղաղություն շնորհիր, ընդհովանյալ սուրբ և պատվական խաչի վրդով և խաղաղությամբ, փրկիր, ազատիր, երևելի և հաներևույթ թշնամիներից, արժանավորիր գոհությամբ փառավորենք, ըստ քեզ ընթոր և ընթսր քո հոգուց, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Թող բոլորիս ուխտը ընդունելի լինի, սիրելի ծնողներ։ Միշտ ոչ թե հույսը վերջում է մեռնում, այլ մենք պիտի հավատանք այդ հրաշքին, որը ոչ միայն այդ հրաշքը ձերն է։ Ես գիտեմ օրինակներ, երբ որ ուխտի են գնացել անհետ կորած ծնողներ, ովքեր հասել են Սուրբ Վարվարայի, ուրեմն մատուրին մոտ զավակը որդին զանգել է ժողովրդան։ Ուրեմն կան նման հրաշքներ։ Այո, եւ հավատացեք, որ պիտի վերադառնան։ Ուզեն թե չուզեն պիտի վերադառնան եւ մենք իրենց սպասում ենք։ Մենակ ապա դուք չեք սպասում։ Հավատացեք, այսքան ժողովուրդը իրենք են սպասում։ Այն հրաշքին, որը պիտի լինի ոչ միայն ձերը, այլ պիտի լինի իմը եւ բոլորինը։ Դա պիտի տրվի մեր հավատքի շնորհիվ, մեր աղոթքի շնորհիվ, ձեր հավատքի, հույսը, հավատքը երբեք չպիտի թուլացնի եւ աղոթքը։ Ամենակարևորագույնը դա աղոթքն է։ Երբեք ու երբեք ձեր աղոթքը չընդհատեք։ Չասենք, դե չստացվեց, չէ, դա լինում է տուր եւ կամ, դա լինում է առևտուր ժողովրդան։ Հաջորդմարիտ հավատքը անդադար աղոթք է պահանջում, ինչպես որ ավետարանն է մեզ ուսուցանում, Քրիստոս էր մեզ սովորացնում, որ անդադար պիտի աղոթք անենք, որպեսզի տրվի։ Նոր քիչ առաջ էլի մարդկանցից մոտեցան աղոթք էին ուզում, հրաշք են ուզում, բայց Քրիստոս ինչ էր ասում էր, պիտի հավատաս, որ այդ հրաշքը լինի։ Եթե չհավատաս, այդ հրաշքը տեղի չի ունենա։ Այ Պետրոսը ոնց ընկղմվեց ջրի մեջ, չէ, իր թերահավատության միջոցով, ինչպես որ ուրացավ, չէ, այսինքն կար ինչ-որ մի բան իր ներսում, երբ մկան, կասկածանք կար, ջրի վրայով քայլեց, հասավ Տիրոջ մոտ ու սկսեց ընկղմվել, ինչի համար ընկղմվեց, որտեղ կասկածում է ինքը ժողովրդյան, Քրիստոս ձեռքը մեկնեց, ասեց թերահավատ, ասեց ինչու երբ մտեցիր, ինչու դու քո հավատքի վրա ասում կասկածեցիր, մենք այդ հավատքը Պետրոսի նման չպիտի ունենանք, մենք Պետրոսի նման չպետք է ուրանանք 3 անգամ մեր Տիրոջը եւ մեր հավատքով սիրելիներ, ձեր հավատքով, ձեր աղոթքի միջոցով պիտի տրվի ձեզ այն հրաշքը, ինչը որ բոլորս ենք սպասում։ Եվ աղոթենք նաեւ մեր հայոց աշխարհի համար, որովհետեւ տեսնում ենք, որ շատ խառն է։ Այդ խաղաղության, հիմնավոր խաղաղության համար աղոթք արեք, ձեր ուխտը թող լինի մատուրիցներ, դուր, ձեր անձնական աղոթքները մեր երկրի համար նաեւ ժողովուրդը։ Տերը պիտի զորացնի հայոց աշխարհը Աստուծո պահած հայ ժողովուրդը չպիտի կորչի։ Այս հազարավոր տարիների ընթացքում մենք տեսել ենք էլի դժվարություններ։ Բազմաթիվ տեսել ենք եղեռն, որ ամենածանրագույնն է եղել։ Տեսել ենք հազարավոր կիլոմետրերի կորուստներ տարածքային նաև, բայց այսօր հայ մարդը կա, հայ ժողովուրդը պայքարում է, հայ ժողովուրդը իր հույսը երբեք չի կորցնում։ Սա հավատքի միջոցով է, սա ձեր աղոթքների միջոցով է ժողովրդյան, հավատացեք, եւ Տերը թող զորացնի եւ իմաստություն շնորհի ձեզ եւ մեր բոլոր ներկաներիս եւ մեր ուխտն էլ թող ընդունելի լինի։
մեր տղերքի համար, այժմ մեր կանգնած սահմանում կանգնած մեր զինվորների համար, հայոց բանակի համար, մեր սպաների համար ժողովուրդ ջան, որովհետև հայ ժողովուրդն է պահողը իր հողը, իր ջուրը, իր խաչքարերը, իր սրբավայրերը, որևէ մեկը։ Այն տղերք ովքեր որ նահատակվեցին, իրենք էլ հանուն այսօրվա, որ ես այստեղ կանգնեմ, ձեզ հետ խոսեմ, որ ես այստեղ կանգնեմ, ձեզ համար աղոթք կանեմ ժողովուրդ ջան, եւ իրենց համար, մեր երկրի համար, ժողովուրդ ջան, որ հեշտ է